Սկսեմ էներգետիկ համակարգից։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Նշեցիք, որ փաստաթուղթը թրիպի իրականացման շրջանակը ունի իրավական պարտադիր ուժ, որովհետև դա հայտարարություն է երկու կառավարությունների եւ նախկինում էլ խոսել ենք դրա մասին եւ դա ընթացակարգ է, հռչակագիրը եղավ, իրավական ընթացակարգը, իրավական շրջանակը, որից հետո արդեն իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն եւ այդ թվում կգան խորհրդարան եւ կհաստատվեն։ Ես իհարկե դուք հիմա ստիպում եք, որ ես հարցին այս դիտանկյունից նայեմ, որը սակայն ակնհայտ է։ Տեսեք, ինչ որ ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա փոխադարձ առավելություններ, այդ ինչ փոխադարձ առավելություններ, ամոթել է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելնես, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը, որ բենզինի գինը 20%-ով ընկել է, դիզվառելիքի տոկոսները ճիշտ եմ ասում, ես ճիշտն ասած այդ թվերի մեջ չկամ, չգիտեմ, ով գիտի, երկրորդը, ծորենա ներկրվում Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում տարբեր ընկերությունի կողմից, դա փոխադարձ առավելություն չի, ասենք մենք սենց բաներ ենք ասում, ասենք հիմա Ադրբեջանում էլ հետևում են, ասում են հետաքրքիր է, Հայաստանում մեկը կնկատի խորհրդարանում, որ այդ փոխադարձ առավելությունը դրա մի մասը արդեն ստացվել է։ Երկրորդը, ասում եք գնացքից կարանք օգտվենք, հա, ասում եք իմ գնահատմամբ միջանցք է։ Ինչ ասեմ։ Այսօր իմիջիայլոց Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրանք իրանց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։ Ամենաթարմ բանը, հայտարարությունը, որ իրանք միջանցք են տրամադրել մեզ, որովհետև հաջորդը 100 անգամ, 100 չէ, լավ, 10 անգամ գրած է, ինչպես են օգտվելու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը, երկուսն էլ իրավազորության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակներում։